պարտավորություններ, եւ ունենք պարտավորություններ եւ ունենք կնքված պայմանագրեր։ Եվ մեր աշխատանքը մեզ համար շատ կարևոր է, եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են։ Մեր պարտավորությունները, որ պայմանագրերով մենք ստանձնել են գործընկեր ընկերությունների հետ, ովքեր գումար են փոխանցում, ում հետ ունենք որևէ ծրագիր, ունենք ժամանակացույց, ունենք աշխատանքի բաժանում, մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերներին եւ կատարել պայմանագրերով մեր ստանձնած պարտավորությունները եւ իհարկե չեն կարող կասեցնել առավել եւս եթե որևէ ձևով օրենքը չեն խախտում համեցեք որովհետեւ ինքը չի տվել հարց որովհետեւ մեկը իհարկե ավելի պակաս չի դասում ձեր իրավունքները մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները դուք ձեր խոսքում նաև նշեցիք որ հարցում արեք տեսեք ասոցիացիում եմ ես իմ կամին քայլը հիմնադրամ քաղաքացիական պայմանագրի հետ թե ոչ հիմա եթե մենք գնանք եւ հարցում իրականացնենք եւ այդ հարցման արդյունքում կարծում որ այո ասոցիացիա կա այս դեպքում ինչ է արվելու եւ ձեզ հենց հիմա ճիշտ ասած էջից բերել ձեր իմ քայլը հիմնադրամի դրում եթերում է որը քաղաքացիական պայմանագիր աջակցքի համակիրների խումբը իրենց դիճով տարածել սա ասոցիացիա չէ Տեսեք, երբ որ դուք գնաք հարցումն անեք եւ ասոցիացումը փաստ դառնա, պարզվի որ բոլորը ասոցիացում են, դրանից հետո պետք է բերեք օրենքի այն կետի այն մեջբերումը, որը արգելում է ասոցիացվող անձին կամ հիմնադրամին գործունեություն ծավալել։ Հուսով եմ, որ կբերեք, բայց չկա այդպիսի օրենքի դրույթ։ Եթե նույնիսկ ասոցիացնում են, դա խոչընդոտ չի հանդիսանում Հայաստանի, մենք գործում ենք օրենքներով եւ օրենսդրությամբ, չէ՞։ Այո։ Տեսեք, ես ուզում եմ ուղղակի տրամաբանությունը հասկանալ։ Նախ մեզ անկեղծ այս ընթացքում հասկացել շատ զարմանալի է, որ հրավիրել եք ասուլից Դանիել Յովհաննիսյանի դեմ հաղորդում տալու մասին եք հայտարարում անվանը եւ կդրեք մի տեսակ ձեզ զոհի կերպարում եք դրել, որ ձեզ թիրախավորել են եւ հիմա ուզում եք այս ընտրական փուլում որպես կին, որպես չգիտեմ, հանրային փոխի թիրախավորել, բայց իմ եւ գործընկերների բոլորի հարցերը տրամաբանության շրջանակներում են, օրենքները մի կողմ, օրենքները թեպետ բոլորի համար հավասար են, բայց մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում ընտրողաբար են գործում իշխանականների եւ ընդդիմադիրների մասով, բայց ախր դուք եթե չեք ասոցիացվում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի, ելով ասոցիացվում, դուք ամենաշատն եք ասոցիացվում ՔՊ-ի եւ հիմա դուրս գանք հարցում անենք, հետո գործընկերներով գնանք հարցում անենք, դրանից ինչ է։ Վահե ջան, հիմա մենք նստած ենք ես որպես հիմքայլ հիմնադրամի ղեկավար քննարկում ենք մի հարց, որը բացառապես օրենքի շրջանակներում կարող է լուծվել։ Եվ ես լսում եմ լրագրողից հետևյալ նախադասությունը. մենք առաջնորդվում ենք տրամաբանությամբ օրենքները մի կողմ։ Եթե մենք որոշենք տրամաբանության դաշտում վիճել եւ եզրահանգումների գալ, կարող ենք դա էլ անել, բայց դա մեզ օգուտ չի տա, որովհետեւ ոնց օրենքները մի կողմ։ Ինչ նշանակում օրենքները մի կողմ, ասացիր, վայ ջան, մենք չենք խոսում, մենք խոսում ենք եւ ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես նման եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, այդ թվում հայց ներկայացնելով այն մարդու դեմ, ով խախտել է իմ իրավունքները։ Դա զոհի կերպար չէ ընդհանրապես, ես պաշտպանում եմ իմ իրավունքները։ Օրենքները պետք է պահպանել անկախ ամեն ինչից, անկախ տրամաբանությունից, բայց նկատի ունեմ, որ իմ եւ գործընկերներից բոլորի հարցերը օրենքներից բացի եւ օրենքները չհակասելով տրամաբանության շրջանակներում են, մենք հասկանանք դուք որ տրամաբանությամբ եք առաջնորդվում, այդ օրենքները դեռ դատարանքը վիճարկն եք հասկանան, օրինակ օրենք խախտել են թե չէ, դուք հիմա սուբյեկտիվ կարծիք եք ասում, որտեղ ձեր նկատմամբ օրենք են խախտել, շատ լավ, ընդունում եք գիտություն, դիմել եք դատարան, կհետևեք պրոցեսին։ Հուսով եմ, որ կհետևեք պրոցեսին, որովհետև ձեր եթե տրամաբանությամբ եք առաջնորդվում, գուցե կարիք չտեսնեք հետևել պրոցեսներին եւ օրենքներից ելնել։ Դատարանը օրենք խախտում չի տեսել ձեր նկատմամբ այդ գործողությունները։ Կտեսնենք, եթե հարցերը կառուցել, եթե այսպես պարզվի, եթե այնպես պարզվի, ես ձեզ փաստերն եմ ասում,
Փաստերը նրա մասին են, որ Իմ քայլը հիմնադրամի ոչ գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ, չեն հանդիսանում թեկնածուներ առաջիկա ընտրությունների ժամանակ, այդպիսով չեն խախտում բարեգործության մասին